Հայկական ուղղաթիռի խոցումը նկարահանած զինծառայողի նկատմամբ լուրջ միջոցներ են կիրառվել։ Ադրբեջանական մամուլն է փոխանցում իրենց պաշտպանության նախարարության խոսնակի խոսքը մի падգամավորի հարցման ի պատասխան։ Այս մասին հայտնի է դառնում միջադեպից 25 եւ Արցախի հատուկ ջոկատայինների գործողությունից մոտ 20 օր անց։ Ադրբեջանական քայլերին հետևած հայաստանյան փորձագետը վերլուծում է. խոցումը ծրագրած էր, բայց չէին հաշվարկել ինչ անել մամուլի հետ, որը նյութի բացակայությամբ սկսեց սիրիական պատերազմի տեսանյութեր հրամցնել, եւ հայտնված իրական նկարահանումը կարծես փրկողակ էր Բաքվի պաշտոնյաների համար։ Սկսեցին դա օգտագործել, հետին թվով պարզեցին, որ իրենք սխալ են արել, որովհետև փաստացի ուղղաթիռի խոցելու տեսանյութը ապացուցում էր, որ իրենք ամբողջությամբ սուտ են ասում, այսինքն ոչ հարձակման դեպք կա երևում, ոչ երևում որ զինված են եւ այլն։ Մենք իրավացի էինք եւ իրենք այդ տեսանյութով ըստ էության մերկացրեցին իրանց ամբողջ կեղծիքը, կանխավ իրանք հայտարարել էին, որ մենք մտել ենք սահման եւ այլն, այդ տեսանյութը առաջի ակնթարթում իրենց այդ հրճվանքից հետո փաստորեն մերկացնում էր ամբողջ պատմությունը, որ հայկական ուղղաթիռները սահման չեն խախտել եւ իրենց գործողությունները լիովին անօրինական են։ Պարզ է, որ այդ տեսանյութի հիման վրա կառուցած եւ միջազգային հանրությանը ներկայացրած մեր ճշմարտությունից հետո պետք է պատիժ կրեր այդ մարդը, որը որ վնասել էր ադրբեջանական պետական ողջ քարոզչությանը։ Կա տեղեկություն, որը պաշտպանության նախարարությունը չի կարող հրապարակել եւ մենք խնդրում ենք ըմբռնումով մոտենալ։ Սա եւս Բաքվի պաշտոնյայի խոսքն է։ Բացարձակ ստանդարտ ձևակերպում որևէ բան չասելու համար։ Եվ ինչ ասել, երբ օրեր առաջ ԵԱՀԿ գագաթնաժողովում Էդվարդ Նալբանդյանը համաշխարհային հանրության առաջ կրկին բարձրացնում է այդ հարցը, իսկ Մամեդյարովի փաստարկները բավականացնում են ընդհանուր զորավարժության անցկացման մերկապարանոց դատապարտմանը։ Իրենք երևի թե հենց հաջորդ օրն էին հասկացել սխալը, երբ տեսանյութը սկսեց օգտագործել հայկական կողմը, ասում է փորձագետը։ Գումարած հատուկ ջոկատայինների փայլուն օպերացիան եւ իրադրությունից ելք մնում էր թերևս հեռախոսով ծիծառողին պատժելը, հետագայում նման անցանկալի արտահոսքերը կանխելու համար։ Իրենք փորձում են ինչ-որ ձևով շտկել իրավիճակը, հատկապես հասկանալով, որ եթե թողեն այսպես չպատժեն, ամեն մի իրադարձությունից ինչ որ մեկը որոշելու է հերոսանալ եւ անկառավարելի ձևով ցանցում հայտնվելու են տեսանյութեր, որոնք հեչ փաստ չի, որ իրենց օգտին կխոսեն։ Մենք գիտենք Արցախյան գործողության ժամանակ թշնամու զինծառայողների կորստի մասին։ Մենք կասկած չունենք, որ հատուցումը դեռ առջևում է։ Կարող ենք ենթադրել, որ դրանից հետո Ադրբեջանում այլ կերպ կնայեն նաև Իգլան արձակած զինծառայողին, որի պատճառով այդքան անիմաստ զոհ տվեցին։ Արթուր Գրիգորյան, Էդգար Դավթյան, Առաջին ալիք։